վերջին 2 օրը, որ հաստորեն քարոզարշավի սահմանափակում։ Նախ ուշադիր հետևում ենք, ուզում եմ ասեմ Արտուր Օսիպյանի մասին, որ քաղ բանտարկել Արտուր Օսիպյանը ուղղակի իր ուղիղ խոսքի համար, հասարակ նորմալ բանավեճի համար այսօր բանտում է եւ նաեւ ուզում եմ իրեն առողջություն մաղթել, քանի որ հացադուլ է հայտարարել, սա աննախադեպ իրողություն է, անգամ իր իշխանությունների ժամանակ, այսպես, չգիտեմ, անհիմն, չհիմնավորված կալանք, ես չեմ հիշում կամ եթե եղել են, ապա կներեք, ապա մենք ինչ ենք, բա մեր էվոլյուցիան, չեմ ասում ռևոլյուցիա, որտեղ ռևոլյուցիա չի եղել, բա մեր էվոլյուցիան ինչու պետք է կայանա, որ մենք քիչ այդ բոլոր այդ հին բարգերից ազատվենք եւ նոր պետություն ստեղծենք։ Իրենք գնում քվեարկում են պարլամենտում, որ մենք գնում ենք դեպի Եվրոմիություն, բայց իրենց գործելավարը շատ հեռու է Եվրոմիությունից, մարդու իրավունքների պաշտպանությունից, չգիտեմ, բոլոր արդարադատությունից, մենք շատ հեռու ենք եւ այսօր նաեւ ուզում եմ ուշադրություն դարձնել, որ նաեւ իշխանությունը շատ տեղամասեր է տեղափոխել առանց զգուշացնելու, չեն զգուշացնում, չեն իրազեկում եւ իրենց բնականաբար ձեռք է տալիս, որ մասնակցությունը քիչ լինի, որովհետեւ իրենք ունեն հստակ ձայներ, որոնք իրենք այսպես թե այնպես ստիպելու են տարբեր վարչական ռեսուրս օգտագործելով, ստիպելու որ մարդիկ գնան ընտրության։ Նաեւ դիմելով մեր քաղաքացիներին, Ժորժ ջան, եթե անգամ ձեր ղեկավարը, դուք պետական հիմնարկում եք աշխատում, ձեր ամուսինը, ձեր կինը պետական հիմնարկում է աշխատում, իրանց ստիպում են, ասում են գնացեք քվեարկեք, ասեք իհարկե ես ձեր ցավը տնեմ, կգնանք քվեարկենք, բայց գնացեք եւ քվեարկեք ձեր ուզած տեխնացուի համար, ձեր ուզած քաղաքական ուժի համար։ Ձեզ այդտեղ ոչ ոք չի տեսնում։ Դուք պետք է որոշեք, թե մեր պետությունը ինչպիսին պետք է լինի վաղը եւ բոլոր քաղաքական ուժերը պետք է ենթարկվեն ձեր որոշմանը։ Ժորժ ջան, ես կարծում եմ այսօր եկեք այս քանը։ Ժորժ ջան։ Եկեք սա վերջ։ Ոչ, դրա պատճառով չի, դա այն քաղաքական ուժի պատճառով, որը խաբել է իր ընտրողներին, խոսքը ես չեմ հիշում իրենց կուսակցությունը ինչպես էր կոչվում, ալձերի խոսքը, հանրային ձայն կուսակցությունը, այդ մարդը ովքեր, այդ բլոգերը, որը հանցագործ է նաև տարբեր հանցագործությունների համար հետապնդման, հետախուզման մեջ է, իրենք խոսք տվեցին, որ իշխանության դեմ են պայքարելու, բայց իրենց ձայները ապահովեցին, որպեսզի քվորում լինի եւ ընտրվի իշխանական տեխնացուն, այսինքն Տիգրան Ավինյանը։ Այստեղ շատ կարևոր է, իրենք նաեւ խաբեցին, ասեցին իրենց ընտրողներին, որ գիտեք, այ մենք գնացել ենք, ընտրել ենք, իրենք 7 ձեն ունեն, շատերը չգիտեն, դա շատ բարդ հաշվարկ է, բայց ժողովրդին ասում եմ եւս մեկ անգամ ես սրանով ավարտենք, իրենք 7 մանդատ պետք է ունենային, որ այդ 7 մանդատը կարողանային օգտագործել իշխանափոխություն անել քաղաքապետարան։ Իրենք այդ 7 մանդատը, իրենք այդ 7 մանդատը չունեին, որովհետև 7 մանդատից մեկը կրում էր մարդ, որը բանտում էր, մեկն էլ Հայաստանում չէր։ Եվ իրենք չեն հանձնել իրենց մանդատները, որպեսզի մարդիկ վերցնեն մանդատը եւ ապահովեն ընդդիմության հաղթանակը։ Այսինքն իրենք բացի դրանից իրենք կարող են քվորում չապահովել, որպեսզի իշխանությունը չվերարտադրվեր, այսինքն ԿՊ չվերարտադրվեր, իրենք գնացին հատուկ վերարտադրեցին այդ իշխանությունը եւ մենք լսել ենք, չունեմ փաստեր, բայց լսել ենք շատ տարբեր աղբյուրներից, որ դա արել են գումարի դիմաց։ Այսքանը շնորհակալություն։